երբ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացիայի հրավերը ուղարկում, ընդդիմադիր ուժերը մի մասը ողջունեցին, սակայն ասում են, որ հրավեր չկա եւ սպասում են այսպես ասած ճանապարհային քարտեզի։ Արդյոք կա ճանապարհային քարտեզ, որը ներկայացնելու եք եւ որով կարող եք ընդդիմադիր ուժերին հրավել ձեր կողմից։ Հիմնական երկու խնդիր կա։ Առաջինը փոշիացումներն են։ Ձայների փոշիացումը բերեց նրան, որ փոքրամասնության, մեր հասարակության փոքրամասնության կողմից ընտրված, անգամ այսքան ընտրակեղծիքներից հետո ընտրված իշխանությունը փորձում է մնալ իշխանության։ Մենք պետք է փոշիացման դեմ ընդդիմադիր ուժերի հետ դա ենք ուզում խոսենք եւ մենք զգուշացնում ենք, ասում ենք, իհարկե պետք է երկկողմանի ընդունենք նաեւ մեր քայլերի եւ մեր մյուս գոլեգաների քայլերի անհամապատասխանության հետ կապված հարցերը, բայց պետք է իրար հետ հասկանանք, որ քայլերն են մեզ օգնել այս իշխանությանը ավելի ուշ հրաժեշտ տալու։ Մենք վստահ ենք, որ իշխանությանը հրաժեշտ ենք տալու։ Ուշ թե շուտ, դա մեր քայլերից է կախված։ Հիմնական հարցը այն ուժերը, որ վստահ չեն, որ ազգային ժողով կանցնեն, պետք է ամենայն հարգանքով բոլորի հանդեպ հնարավոր է իրեն քաղաքականության մեջ ավելի երկար են, ավելի փորձառու են, շատ հնարավոր է, բայց չեն անցնում։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Դրա համար ցանկալի է, որ հետագայում էլ չմասնակցեն, եթե իրենք ուզում են այս իշխանության փոփոխություն։ Դուք այստեղ Սահմանադրական դատարանում վիճարկում եք ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, բայց քաղաքացիական պայմանագիրը այսպես արդեն պաշտոններն է բաժանում, ազգային ժողովի նախագահ է ուզում ընտրել, նախագահի հարցն է քննարկում։ Ով ազգային ժողովի նախագահի տեխնացուին շնորհավորեց։ Չեմ հիշում, ով է դա։ Քլեչը, հա։ Հարցը ուրիշ բանի մասին է։ Արդյոք սա չի նշանակում, որ ամեն ինչ ըստ էության ՍԴ-ում որոշված է, սուդյան առած է, ինչպես ասում են։ Ամեն դեպքում մենք պետք է որպես երկրի ինստիտուտ հարգենք եւ կգնանք այս ճանապարհով։ Հույս է տալիս, որ ԿՊԱ-ական երկու գործիչ դուրս է եկել կազմից, նաեւ մտավախություն է առաջացնում, որ նախկին տեխնացուներից մեկը շարունակում է մնալ ՍԴ-ի կազմում։ Բայց ամեն դեպքում կգնանք process-ի ավարտը, ըստ դրա բան կանենք։ Մի բան, որ հաստատ է, իշխանությունը այլևս Ալիևի պատվերով չի կարողանա հանրաքվե անել։ Դրա պատճառով նա դիմելու է բոլոր մեթոդներին մեր թիմում եղած անդամների վրա բռնաճնշումները, ցուցակում եղած հարյուրավոր մարդկանց դեմ բռնաճնշումների փորձը նրա նպատակ ունեն, որ կարողանան ինչ-որ ձև ազդել, բայց չեն կարողանա։ Իսկ դուք ո՞նց եք ճնշումներից պաշտպանելու ձեր թիմակիցներին, որովհետև ամեն օր լուրեր ենք ստանում, թե ձեր շտաբի պետի կնոջը օրինակ, որը Աղավնաձորի դպրոցում 34 տարվա դասադու է, ոնց ենք ամուսինը, ինչա ձեր շտաբի պետն է եղել, ազատել են, ասել են դիմագրի ազատվի աշխատանքից։ Դուք ո՞նց եք ձեր թիմակիցներին այսպես պաշտպանելու նման ճնշումներ։ Ամեն դեպքում մենք կանգնում ենք մեր ընկերների կողքին, ում ընտանիքի անդամներին աշխատանքից հանել են։ Լուծումներ ենք առաջարկում, մենք լինում ենք իրենց կողքին, նաև ամբողջ process-ի ընթացքում, դատական process-ի ընթացքում մենք հետևում ենք եւ բոլորի հետ ենք։ Չի վախեցնի դա։ Ձեր թիմակիցներին քիչ-քիչ այսպես վախեցնելով, մեկին գործից հանելով, մյուսին այլ կերպ ճնշելով, մեկին քրեական գործերով, 340,000 մարդուն ինչ որ ձև կաշկանդեց, 340,000 մարդու։ Երբ ընտրություններից 2 օր առաջ հարյուրավոր մարդիկ մեր բոլոր գրեթե շրջանային ներկայացուցիչներին տարան 3 օրով 72 ժամ հետո թողեցին։ Որ պետք լինի այդքանը դուրս կգան փողոց։ Դա մեր հայրենակիցների որոշումն է, կարծում եմ, որ կարևոր օրը, կարևոր պահին Երևանյան փողոցի խոսքը։ Պարոն Կարապետյան, շարունակելով էլի փողոցի համատեքստում, պարոն Կարապետյան։ Եթե Սահմանադրական դատարանը ձեր կողմից մի մասը բավարարի, օրինակ վերակրյալություն լինի բաժանացնի, այդքանը բավարար է, Վերջնական որոշում, ես մեկ անգամ եւս ուզում եմ ասել, վերջնական որոշում դեռ
չունենք այդ ուղղությամբ, պետք է նայենք, թե որն է ամենակարճ ուղին Փաշինյանին հեռացնելու։ Ամենաէֆեկտիվ ուղին որն է Փաշինյանին հեռացնելու։ Օրինակ որքան է էֆեկտիվ ուղի, տակտիլը Կարծում եմ փողոցի եւ օրենսդիրի համակեցությունը միակ ուղին է։ Շատ են ասում, որ օրինակ ձեր ճշմարտությունների խոսում են, որ այսպես պատմության ասում են, որ արդեն հաղթանակներ են, քանի որ իշխանությունը չի իսամբական մեծամասնություն, բայց դեռ քննարկումներն են, որ Սամվել Կարապետյանը ասել է, իշխանական դավախություններ, որ ձեր ցուցակը տեսեք, Սամվել Կարապետյանը ասել է, որ մենք չենք հաղթել, բայց ՀՊՆ չի հաղթել։ Սա պարզ երևում է։ Բոլոր հարցումներով 100,000 ձայն քաղաքացիական պայմանագիրը այսօրվա ունեցած ձայներից քիչ էր ունենում։ Չկա որևէ հարցում, տասնյակ հարցումների ենք մասնակցել։ Տասնյակ հարցումների ենք մենք տարբեր ուղղությամբ հարցումներ ենք ունեցել, 100,000 ձայնի տարբերություն կա։ Դա ձեր համար այսպես շատ հիմնավոր հաստատ է, ասել որ Փաշինյանը պիտի հաղթեր։ Հարցումների վերջում կարող անգամ դրանով այսօր նա 49%, այսինքն մեր հասարակության մեծամասնության աջակցությունը չունի։ Սահմանադրությունը այնպես է գրված, որ այդ դեպքում էլ կարողանում է նա կառավարություն ձևավորել։ Ուղղակի նրան պակասում էր 50,000 ձայն գողանալ, նա գնաց գողության, ձայների գողության։ Հայաստանի քաղաքացիների ձայների գողության։ Ինչ վերաբերվում է բանը մեր հանդիպմանը, մեր աջակիցների հետ, ովքեր մեզ վստահություն են, ասեմ, որ բավական ինտենսիվ քննարկումներ։ Մենք պատրաստ էինք մեր հայրենակիցների կողմից ուղիղ հարցերի, խիստ հարցեր են հնչել։ Ինչին են հակված իրենք։ Տեսեք, մոտապես կարելի է ասել 50% համեմասնությամբ կա կարծիքների sense բաշխում, բայց մանդատները վերցնել, չվերցնելը հետ կապված։ նաև պայքարի ձևի մանդատ վերցնելը, չվերցնելը դա մի բան է ուղղակի, ոչ այնքան առաջնային, ինչքան վերջնական նպատակը։ Վերջնական նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Եվ այնտեղ քննարկվում է, թե ինչ օրենքով թույլատրված տարբերակներ կան, որպեսզի մենք երկում վերջապես այդ ասեցի արդեն process-ի մեջ է շուտով կլինի հանդիպում։ Պարոն Կարապետյան, հետընտրական փուլում ով էր ասում, մի քանի հոգի էլ ասում էին չգնանք խորհրդարան իրենց գոլեգաներից։ Պարոն Կարապետյան, հետընտրական փուլում Ասեմ,